Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու Հայաստան խմբակցության նախագծին։ Կառավարությունը ոչ նպատակարարություն է գնահատել է որպես պայմանավորվել է խոսքի ազատության սահմանափակմամբ։ Գործադիրը 12 էջի վրա հիմնավորումներ է շարադրել ու մերժումը եզրափակել հետևյալ նախադասությամբ. նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է։ Ըստ գործադիրի նպատակահարմար չէ հայոց ցեղասպանությունը մյուս ցեղասպանություններից տարանջատելը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանը զավեշտ է անվանում այդ հիմնավորումը։ Նույն տրամաբանությամբ ենթադրենք Իսրայելը հոլոկոստի հետ կապված բազմաթիվ օրենքներ ունի, ռուանդացիները կարող են ասել, «Բա տեսեք, Իսրայելը անհավասար պայմաններ է դնում հոլոկոստի եւ Ռուանդայի ցեղասպանության կամ մեկ ուրիշ ցեղասպանության մեջ, որը ուղղակի զավեշտ է»։ Գործադիրը պնդում է, որ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն ինքնին սահմանում է պատիժ ցեղասպանությունները հերքելու, արդարացնելու ու քարոզելու համար։ Սակայն ընդդիմախոսների գնահատմամբ մերժման պատճառը քաղաքական է։ Երբ որ խորհրդարանում դեռ մոտ 1 ամիս առաջ Արծիկ Մինասյանը հայտարարեց նման նախաձեռնության մասին, իշխանական պատգամավորների ջղաձգումը, խիստ ոչ հավարժեք պատասխանը, վեճը ու հարցակումները վկայում են, որ իշխանության համար խիստ անցանկալի նախաձեռնություն է։ Գեգամ Մանուկյանի խոսքով դեռ խորհրդարանում ԿՊԱ-ականների վարքից էր հասկանալի, որ նախագիծը մերժելու է իշխանությունը։ Ապրիլի 22-ին ազգային ժողովում բանը քաշքշուկի հասավ, երբ Արծվիկ Մինասյանը հայտարարեց հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու իրենց օրենսդրական նախաձեռնության մասին։ Այս կառավարությունը վախենում է բարձրաձայնել պատմական արդարության մասին, մեր ժողովրդի իրավունքների մասին, որպեսզի որևէ վարքյան Թուրքիային չզայրացնի եւ ամբողջը տեղավորվում է այդ ամենի մեջ, այնինչ որ Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամանակ հայտարարություններով, ուղերձներով, տողատակերով իրականացնում է։ Հայաստան խմբակցությունը պնդում է, որ քրեական օրենսգրքի գործող հոդվածով հնարավոր չէ պատասխանատվության կանչել օրինակ Նիկոլ Փաշինյանին, որի հայտարարությունները թուրքական ջրաղացին ջուր լցնել է համարում անգամ ցեղասպանությունների դեմ պայքարող Լեմկինի ինստիտուտը։ Ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ոնց է եղել, այս մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Փաշինյանն արդեն մի քանի անգամ է հրապարակայնորեն կասկածի տակ առել պատմական փաստերը։ Նրա քաղաքական թիմի ներկայացուցիչներն անգամ առաջարկել են հաշվել, արդյոք 1.5 միլիոն հայ է սպանվել ջարդերի օրերին։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը իր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել էր քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը վերաշարադրել այնպես, որ մինչև 15 տարվա ազատազրկում սպառնար նրանց, ովքեր հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն կասկածի տակ կդնեին ու կհերքեին, օգտագործելով իշխանական լիազորությունները։ Թերեզա Կադաևչյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։